Այս կադրերում երևում է մի մարդ, ով քայլում է դեպի մուտքի դուռը։ Այդ մարդը կրում էր գլխարկ, դիմակ և արևային ակնոց, ինչը թույլ էր տալիս տեսնել նրա դեմքը։ Մուտքի դուռը բացելու անհաջող փորձից հետո նա սկսում է ձեռք տալ զանգին, նկատելով, որ դա տեսախցիկով զանգ է և հավանաբար փորձում է հանել այն։ Հավանաբար տեղի է ունեցել հետևյալը. Երբ նա հասկացել է, որ չի կարող հանել զանգը առանց հատուկ պտուտակահանի, սկսել է ձեռքը պահել տեսախցիկի առջև, զանգը տալուց հետո։ Տանտերն ասել է, որ դա տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին, և երբ նա լսել է զանգի ձայնն ու հեռախոսի ծանուցումը, անմիջապես ստուգել է հեռախոսը, տեսնելու համար, թե ով է դռան մոտ, և տեսել է հենց այն, ինչ դուք եք տեսնում հիմա։ Այնուհետև տղամարդն անցնում է դռան մոտից դեպի դռան կողմնային հատվածը, և այդ պահին տանտերն արդեն զանգահարում էր 911, հայտնելու միջադեպի մասին։ 911-ի օպերատորի հետ խոսելիս տանտերը լսել է, թե ինչպես են փորձում բացել կողմնային մուտքի դռան բռնակը, իսկ դա այն դուռն էր, որը նա ժամանակ առ ժամանակ պատահաբար բաց էր թողնում։ Բարեբախտաբար այդ գիշեր այդպես չէր, քանի որ ներխուժողը չէր կարող պարզապես ներս մտնել դռներից և ոչ մեկով։ Նա սկսեց անընդհատ բարև ասել դռան հետևից, վանող տոնով, որն այնքան չափազանցված ընկերական էր հնչում, որ նույնիսկ սարսափազդու էր։ 911-ի օպերատորը հրահանգեց տանտիրոջը չբացել դուռը և նույնիսկ ձայն չհանել։ Այնուհետև անձը մի քանի վայրկյան թակեց դուռը, մինչև որ կարծես թե հանձնվեց։ Ոստիկանությունը ժամանեց, բայց տեսանյութի հիման վրա չկարողացավ շատ օգնել։ Ավելի ուշ, նույն գիշերը, տանտերը ևս մեկ ծանուցում ստացավ, որ մուտքի դռան մոտ շարժ կա։ Երբ նա ստուգեց տեսախցիկը, ոչ մեկին չնկատեց։ Նա մինչև օրս գաղափար չունի, թե ով էր այդ դիմակի և ակնոցի տակ թաքնված։ Հաջորդ կադրերը նույնպես արձանագրվել են դռան տեսախցիկով։ Սա հին տուն է, որը դեռ փորձում են վաճառել։ Մի առավոտ, մոտավորապես ժամը 4:30-ին, տեսախցիկները ֆիքսել են մի տղամարդու, ով վազում էր փողոցի հակառակ կողմից հարևանի տան մոտից, առջևի բակով դեպի մուտքի դուռը։ Տղամարդը մերկ էր և մի ձեռքով ծածկում էր իր սեռական օրգանը։ Կադրերը ֆիքսվել են երկու անկյունից։ Քիչ անց նա ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից։ Պարզվել է, որ նա կրիստալ մեթ թմրանյութի ազդեցության տակ էր և հանել էր հագուստը այն վախից, թե իբր հագուստի մեջ օձեր կան։ Նա վազվզում էր թաղամասում, փակում դռները և զանգ տալիս օգնություն կանչելով։ Թաղամասը ըստ տեղեկությունների բավականին հանգիստ էր։ Տանտերը նախկինում երբեք նման խնդիրներ չէր ունեցել։ Տանտերն ասում էր. «Նա վազեց իմ բակով, բարձրացավ պատշգամբ և տվեց զանգը։ Հաջորդ մեկ րոպեի ընթացքում նա զանգում էր և թակում դուռը, հետ ու առաջ քայլելով։ Նա խուճապի մեջ էր, և նրա դեմքի արտահայտությունը ցավից փոխվում էր դեպի լիակատար խելագարության, և մի պահ ասաց, որ օգնության կարիք ունի։ Դրանից հետո նա նորից փախավ։ Ոստիկանը նրան բռնել է ժամը 5-ի սահմաններում, տանից ոչ հեռու»։ Այս կադրերը հենց այն պատճառով են, թե ինչու պետք է միշտ ստուգել, թե ով է ձեր դռան մոտ նախքան այն բացելը, հատկապես եթե ունեք դռան տեսախցիկ։ Եթե որևէ մեկը, ում չեք ճանաչում, գալիս է ձեր դուռը ուշ գիշերով, մի բացեք այն։ Ցավոք, այս տեսանյութում տանտերը հենց դա էլ արեց։ Մի գիշեր, ժամը 22:00-ի սահմաններում, կասկածելի տեսքով մի գլխարկով մարդ, բավականին արագ և ագրեսիվ, մոտենում է պատահական մի տան դռան և անմիջապես փորձում բացել այն։ Հասկանալով, որ այն կողպված է, նա տալիս է զանգը։ Hello. Hi. How are you, sir? Who are you? Everybody knows. How are you? Good. You need to leave. How far? Out there. What's the reason stairs? What? What's the store stairs here? Come on, where are you going? What's the stairs?
Goodbye, Hugh. Ցավոք տանտերը բավականին արագ բացում է դուռը, փոխանակ նախ ստուգելու, թե ով է այդ ժամին եկել։ Տանտերը հավանաբար չափազանց վստահող անձնավորություն էր, ինչը նրան վտանգի ենթարկեց։ Նույնիսկ նրա սկզբնական բարևը անծանոթին հնչում էր չափազանց ընկերական, հաշվի առնելով, որ մարդն արդեն ներս էր խուժում։ Դուռը բացելու վայրկյանին տանտերը դուրս է հրում տղամարդուն, ինչի պատճառով վերջինս հարվածում է դռան ապակուն, նախքան այն լիովին կփակվեր։ Տղամարդն այնուհետև մնում է այնտեղ ևս մեկ րոպե, մի քանի անգամ ձեռք տալով դռան բռնակին։ Թեև կադրերի մնացած մասը կտրված է, խոսակցությունը գրեթե անհնարին է ամբողջությամբ հասկանալ, բայց թվում էր, թե տղամարդը թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ էր և հավանաբար փորձում էր կողոպտել տունը։ Տանտերը զանգահարել է ոստիկանություն, բայց մինչև նրան ժամանելը տղամարդն արդեն անհետացել էր։ Հայտնի չէ, նրան գտել են թե ոչ։ Այս նկարը հրապարակվել է Ռինգ տեսախցիկի տիրոջ կողմից Facebook-յան խմբում այլոց զգուշացնելու համար։ Կինն իր գրառման մեջ զգուշացրել էր զգույշ լինել սպիտակ դիմակով անծանոթ տղամարդուց, ով շրջում էր թաղամասում այն բանից հետո, երբ իր տեսախցիկը ֆիքսել էր նրան գիշերվա ժամը 10-ից քիչ անց, իր տան ներսը նայելիս։ Կինը գրել էր. «Ես պարզապես ուզում եմ, որ իմ հարևանները տեղեկացված և ապահով լինեն։ Խնդրում եմ հնարավորության դեպքում տարածեք այս գրառումը։ Վստահ չեմ, թե ինչ գույներ էր հագել, բայց նա սպորտային գլխարկով հուդի և ջինս էր կրում»։ Անհանգստացնող լուսանկարում երևում է դիմակով տղամարդը, ով ուղիղ նայում է տեսախցիկին, և հենց այնպիսի պատկեր էր, որը դուք երբեք չեք ցանկանա կամ չեք սպասի տեսնել ձեր դռան տեսախցիկի կադրերում։ Կնոջ հարևանները նույնպես հայտնել են, որ տեսել են այդ տղամարդուն շրջելիս և իրենց դռներին մոտենալիս։ Բարեբախտաբար ոչ ոք դուռը չի բացել նրա առջև։ 2020 թվականի մայիսի 1-ին ժամը 21:40-ի սահմաններում Քովիդի լոքդաունի սկզբում 45-ամյա Ռեյմոնդ Հոքինսը բացեց դուռը մեկի առջև, ում կարծում էր, թե առաքիչ է, ով ծանոթ էր բերել։ Այն ժամանակվա առաքման նոր մեթոդների պատճառով Քովիդով պայմանավորված ենթադրյալ առաքիչը հետ քաշվեց մուտքի դռնից, իբր հեռավորություն պահպանելու համար, և ասաց, որ պետք է լուսանկարի ծանրոցը շեմքին, մի բան, որ շատ առաքիչներ պարտավոր են անել թանկարժեք ծանրոցների դեպքում։ Այդ պահին Ռեյմոնդը կորցրել էր զգոնությունը, քանի որ գաղափար չուներ, որ իր առջև կանգնած մարդը առաքիչ չէր։ Քրիստոֆեր Սարջենտը, կեղծ առաքիչը, դանակով նետվում է Ռեյմոնդի վրա և հարձակվում, և վերջինս փորձում է վերցնել ծանրոցը, իսկ 3 այդ դիմակավորված տղամարդիկ հետևում են նրան։ Տնից լսվում են խլացված ճիչեր, քանի որ պայքար է սկսվում Ռեյմոնդի, նրա կնոջ, որդիների և կողոպտիչների միջև։ Կողոպտիչները տանը մնում են ընդամենը մի քանի վայրկյան, որից հետո երևում է, թե ինչպես են նրանք փախչում հազարավոր դոլարների արժողությամբ իրերով։ Ռեյմոնդը և նրա որդիները ստացել են կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ, թեև նրա որդիների վիճակը նկարագրվել է որպես ավելի ծանր։ Հանցագործներից երկուսը ձերբակալվել են՝ Էնթոնի Լասելեսը և Քրիստոֆեր Սարջենտը, որոնց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտի և դանակ կրելու համար։ Մյուս երկու հանցագործները չեն գտնվել։
Մի բան, որ կարելի է սովորել այս տեսանյութից, դա այն է, որ որոշ մարդիկ պատրաստ են գնալ խելահեղ քայլերի, ուրիշներին խաբելու համար։ Այս դեպքում հիմնական ահազանգը այն էր, որ ենթադրյալ առաքումը տեղի էր ունենում երեկոյան 21:40-ին, ինչը շատ ավելի ուշ է, քան որևէ հայտնի առաքման ընկերություն կիրականացներ։ Սովորաբար առաքման համար ամենաուշ ժամը 19:00-ն է։ Այսպիսի հոլովակներ դիտելիս կարելի է շատ բան սովորել և հասկանալ, որ պետք չէ միամիտ լինել այս կեղտոտ աշխարհում։ Ցավոք աշխարհը լի է կեղտոտ մարդկանցով, իսկ մենք դեռ կհանդիպենք։